Լրատվական ռադիոն ներկայացնում է Modus Vivendi արտաքին քաղաքականություն։ Արա Պապյանի հեղինակային հաղորդումը։ Բարև բոլոր նրանց, ովքեր մեզ նոր են միացել FM 106 եւ կես հաճախությամբ իր աշխատանքն է շարունակում Modus Vivendi հաղորդաշար, տաղավարում աշխատում են Հայկո Իմինյասյանը եւ հաղորդաշարի հեղինակ Modus Vivendi կենտրոնի տնօրեն արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանը, Այսօրվա թողարկման առանցքում արձաններն են, հասել ենք Նժդեհի արձանին։ Այո, արձանները, բայց արձանները ոչ թե որպես գեղարվեստական քաղաքական մեկնաբանություններ, այլ դրանց քաղաքական ուղերձը, որտեղ ամեն մի արձան, ամեն մի հուշակոթող որոշակի քաղաքական միջուկ ունի։ Եվ ամեն մանրամասն անգամ։ Ես մինչև բացումը գնացի Նժդեհի արձանը քիչ այսպես նայելու, ուրեմն նրա ոտքերի մոտ ամենավերևից գրված է Աստված, ազգ, հայրենիք։ Այսինքն, պետք է հասկանալ, եթե դա վերևից սկսող ամենավերևի այդ գրություններն է, դա ամենակարևոր ուղերձն է։ Հետո էլի երկար բաներ ա գրած, չկարդացի, որովհետև անհեթեթ արձանի վրա ինչ որ մի ամբողջ ճառ ա գրված, հատկապես sense կիսահորիզոնական դիրքի վրա, որը փոշի ա լցվելու, կեղտ ա լցվելու, ձուն ա գալու բան, չի կարդացվել, այսինքն դրա մասին չեն մտածել, այդ հուշակոթողներն կան, բայց ինձ այստեղ Դից տարօրինակ թված նման երրորդությունը ես Նժդեհագետ չեմ, Նժդեհից շատ բան չեմ կարդաց, այսինքն այն ժամանակ, երբ որ Նժդեհը արգելված էր, ես կարդում էի Նժդեհը եւ ինձ Պարսկաստանից Նժդեհի գիրքերը հետաքրքիր էր, բայց այնուհանդերձ պիտի հիմնավորվի ինչու է Նժդեհի համար որպես առաջին գրում Աստված, այսինքն կրոնական գաղափարը մեջտեղ գալիս, հետո ազգ այսինքն էթնիկության խնդիրը նոր վերջում հայրենիք իմ համոզմամբ Նժդեհը առաջին հերթին պիտի արժևորվեր հայրենիքի նվիրվածության գաղափարով, այսինքն։ Այո, քանի որ պարոն Գինոսյան, մեր Նժդեհագետը միշտ ընթերցում է եւ ամեն մի դիրք մի տաճար է եւ այնտեղ մի խոսք կա, որ անգամ զորավարի արյունը թանկ չի ավելի քան մի սանտիմետր հողը։ Հետևաբար հայրենիքը առաջի տեղում է լինելու վստահաբար։ Ես կարծում եմ, որ եթե դու ուզում ես պետականություն հարգող սերունդ ունենաս, մեծացնես, դաստիարակես, հայրենիքը պետք է լինի ամենից առաջ։ Հայրենիք եւ պետականությունն էլ որպես հայրենիքի կազմակերպման եւ գոյության ձև, որովհետեւ այսպես վերացական հայրենիք գաղափարը դու միշտ կարող ես ունենալ եկեղեցու եւ կրոնական համայնքի մեջ։ Դա պետականազուրկ ժողովուրդների համար լավ է, բայց պետություն ունեցող ժողովուրդների համար խիստ վտանգավոր է, որտեղ դու սկսում ես հավատալ, որ դու հայրենիքը կարող ես ունենալ Լոս Անջելեսին, մեջ, չգիտեմ, Լոնդոնում, Մոսկվայում եւ այդ հայրենիքը հանդես է գալիս ինչ որ մի հատ եկեղեցու տեսքով ու երբեմն խաշ խորովածի սեղանների շուրջ դու մտածում ես, որ այսինքն հայրենիքը քո հետ կտանես ուրիշ միտեղ։ Այդ վերացական, այսինքն աստվածա կրոնական ընկալումը դա միջնադարյան ընկալում է։ 19-րդ դարում ավելի շատ եկավ այդ nation state, ազգություն, պետություն հարաբերությունները, հիմա շատ ավելի վեր է այդ ամբողջը գալիս քաղաքացիության եւ պետականության դրսեւորումը։ Մենք այս վերջի դեպքերում տեսանք, չէ՞ որ օրինակ եզդի երիտասարդը Սլոյանը, որը կռվեց, պայքարեց, զոհվեց մեր հայրենիքի համար, այսինքն նա որպես Հայաստանի զավակ կռվեց եւ որպես այս հայրենիքին նվիրված, ոչ թե Աստծո, որովհետեւ Աստծո, ասես ասած, հավատալիքները տարբեր են, չէ՞, մեր ու եզդիներին տարբեր ընկալումներ կան, թեև երևի ասում են Աստված բոլորի համար նույնն է, մեկ է, մարգաներն են տարբեր կամ դրսևորումները, աստվածաբան չգիտեմ։ Մյուսը, երբ որ ասում ենք ազգ այդ երրորդության մեջ, նորից խնդիր ենք տնում, այսինքն ճիշտ է, մենք այսպիսի խնդիր չունենք, մեծ ազգային խմբեր չունենք մեզ մեջ եւ դա այդպես վտանգ չի ներկայացնում, բայց նորից մարդու իրավունքների տեսանկյունից 21-րդ դարի տեսանկյունից խտրականություն դնել ըստ ազգության ընդունելի չի։ Հիմա տեսեք, վերցնենք երկու զորահրամանատար, նորից գանք Բաբաջանյանին։ Ես ճանաչում էի գնդապետ Զինևիչին, որը հետո դարձավ գեներալ, այստեղ արդեն եւ Ղարաբաղի շտաբի պետն էր երկար տարիներ պատերազմի տարիներին։ Մի կողմից մենք ունենք Համաբարձ Բաբաջանյան, Ղարաբաղցի, մի կողմից ունենք Զինևիչ, ոչ Ղարաբաղցի, ոչ հայ ընդհանրապես։ Ինձ համար Զինևիչի դերը շատ ավելի կարևոր է,
Այդ մարդը կռվել է Ղարաբաղի համար, այդ մարդը կռվել է Հայաստանի Արցախ նահանգի համար եւ մեծ վաստակ ունի, հասկանում եք։ Բայց նրան մոռացան ենք մեծ տալի, որտեղ իր պապան հայ չի եղել, իսկ ասենք Համազած Բաբաջանյանի պապան հայ է եղել, մամայի հետ միասին կարևոր է։ Ընդհանրապես, չէ որ Աստվածաշունչն ասում է, ծառը պտուղից է իմացվում, այսինքն մարդը վաստակից է իմացվում, ոչ թե իր ծագումը, որտեղ երբ որ մենք ծնվում ենք հայ, հույն, հրյա, եզդի, ուզբեկ, դա մեր ոչ շնորհքն է, ոչ թերությունը, ոչ առավելությունը, դա հպարտանալ, որ դու հայ ես ծնվել, նույնը հպարտանալ, որ ուրբաթ օրն ես ծնվել կամ չորեքշաբթի։ Դա քեզ հետ կապ չունի, դու ծնվել ես, հիմա այ եթե դու որպես հայ կարողանաս այնպիսի վաստակ ունենալ, որ քո հայրենիքին եւ երկրին օգուտ բերես եւ դրանով էլ գնահատվես, նայեք ինչի է մեզ սրա վրա ես շատ խոսում, որտեվ սխալ ուղերձներ է։ Հասկանում եք, մարդիկ մտածում են, որ կարելի է գնալ ինչ որ ուրիշին ծառայել, ապա սեփական հայրենիքում արժանանալ ինչ որ վաստակի եւ փառաբանության ու մեծարման եւ հակառակ երբ որ տեսնում են, որ սեփական հայրենիքին ծառայող մարդիկ դրան չեն արժանանում, այդ դեպքում ասում են ինչի պիտի օրինակի համար տարապենք, չարչարվենք այստեղ, վտանգենք մեր կյանքը, դրա համար ամփոփելով թերևս իմ մոտեցումը հետեւյալն է։ Այն ինչ որ հուշարձաններ սովետի ժամանակ դրվել է, պիտի մնա։ Այսինքն ցանկացած հուշարձան, քանդել, ապա մոնտաժել, այս անգամ դեմել Լենինի արձանին հանելուն, թեև հատկապես այդ պատվանդանը։ Հա, մայրիկս միշտ նշում է, որ փառահեղ, այսինքն իսկապես հիանալի բաներ եւ հիմա տեսեք, սովետից մնացել այդ շքերթների ավանդույթը մենք չենք կարողանում ապա սովետականանանք։ Բայց շքերթներ ընդունող պատվանդանը քանդեցին, հիմա փող են ծախսում ամեն անգամ, փայտից ինչ որ պատվանդան են սարքում, որպեսզի մեր ղեկավարությունը գնա կանգնի սենցանի ծերով, բանը, հա, որ անհեթեթ է։ Այսինքն 21-րդ տարի նայեք ժամանակակից երկրները, այսինքն ինչ են, ղեկավարությունը կանգնում է, մարդիկ անցնում են ծերովանում են, սենց այդպես բան արվում էր հին Հռոմում։ Երբ որ կայսրը կանգնում էին, ինչ որ զորք անցնում էր իրաց եւ ողջուն էին տալիս, բայց դեմոկրատական 21-րդ դարում դա ընդունելի չի։ Բայց ասեմ, ինչ որ կա արձանները կմնա, ուրիշ բան, որ շատ արձանների պիտի հուշատախտակով կամ բացատրությունով բացատրվի ինչա։ Օրինակի համար մենք ունենք Հայաստանում սովետական կարգերի համար զոհվածների ինչ որ բաներ ունենք, մայիսյան ապստամբության հերոսների արձաններ, բան, բայց պիտի հստակ բացատրվի, որ այդքան միանշանակ դրական չի եղել շատ բաները։ Բայց արդեն անկախ երկրի մեջ, հատկապես կրկնում եմ, պաշտպանության նախարարության փողերով, երբ որ մենք այսօր ռուբլի առ ռուբլի, չգիտեմ, ցենտ առ ցենտ, դրա համար փող ենք հավաքում, որ մեր բանակին ամենաանհրաժեշտ բաներով ապահովենք, մեր շատ վիրավորներ, զոհվածների ընտանիքներ զուրկ են ամենակենսական բաներից, դնել հաստատ տասնյակ հազարավոր, գուցե 100,000-ավոր դոլարներ ծախսել, այսօր պղնձի գինը մենք գիտենք, եւ ինչ որ անճոռնի եւ քաղաքականապես սխալ ուղերձներ հղող բաներ կառուցենք, կարծում եմ սխալ է, եւ այսօր պետքա սրա վրա շեշտել, բարձրացնել, որպեսզի խուսափենք նման սխալներից։ Եթե մենք լուր մնանք, վաղը նման սխալները կշարունակվեն։ Շնորհակալ եմ, պարոն Պապյան, հարգելի ունկնդիրներ, լսում եք Modus Vivendi հաղորդաշարը, տաղավարում աշխատում էին Հայկո Հիմինասյանը եւ հաղորդաշարի հեղինակ Modus Vivendi կենտրոնի տնօրեն արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանը։ Բոլորներն ովքեր մեզ պարզապես լսում էին, կարող են նաեւ դիտել 3w.lratvakan.am կայքում։ Հաջողություն։